Մարդիկ օտար երկրներից բերում են Սառնեյանի մագնիսներ, ես բերում եմ Թանգարանի նկարներ։ Այս ճկնաղ կտավը, որը սազում է Համիմ Շորի հետ համ հետևից ֆոնի, Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մեկն է, աշտարակի Մայիսյան ծաղիկներ անունով, կյանքում աշտարակում չեմ եղել, երևի քիչ օգնեցիվ, որ ես Հայաստանում չեմ եղել, բայց եթե Մայիսին sense ծաղիկներ կա, անպայման կգրամ։ Այս 3 կտավները ձեռք եմ բերել ռուսական արվեստի թանգարանից, որը գտնվում է Կասկադում։ Սա Մինաս Ավեսյանի ստեղծագործություններից մեկն է, Ջաջուբում։ Շատ սիրուն ծաղիկները Կոնստանտին Կորովինի ստեղծագործություններն են։ Սա ծաղիկներ են դեղին, շքնաղագույն, Մարտիրոս Սարյան։ Սրանք Ուֆիցիի թանգարանից եմ բերել։ Սա Սանդրո Բոտիչելի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, Լա Պրիմավերա։ Երբ որ գնացել էի Իտալիայում մեկ ուրիշ թանգարան, որտեղ Դավիթի արձաններ գտնվում, այստեղ միտեղ ես կլինեմ իր հետ։ Այնտեղից նաև Դավիթի դեմքը բերեցի, որտեղ պարզվում է, որ Դավիթի աչքերի մեջ սրտիկներ կան, ես չգիտեմ այսպես երևալու է թե չէ։ Թանգարաններից մեկում, որ Պինակոտեկա դի Բրերայի թանգարանը, ինձ բախտ վիճակվեց ամսվա առաջին օրը այնտեղ լինել անվճար։ Այդ միակ իմ անվճար բանն է եղել այդ թրիփի մեջ, ասենց ասեմ։ Եվ այս շատ սիրուն նկարը այնտեղ էր, ու շատ հետաքրքիր է, որ այս զգեստի կտորը եւս այնտեղ ամրացված։ Եթե ճիշտ եմ հիշում, սա էլ եմ Ուֆիցիի թանգարանից ձեռք բերել, բայց իհարկե sense նկարը հազիվ թե այնտեղ լիներ, ուղղակի Ֆլորենցիայի շատ սիրուն տեսարանը։ Ավարտում ենք այս հրաշքով։ Սա Կարավաջոյի ստեղծագործությունն է, որը եւս ձեռք եմ բերել Ուֆիցիի թանգարանից։ Ես եմ հենց հիմա։ Կյանքում այս նկարը նայելուց ինձ թվում էր, որ ինքը տենց մեծ կտավ է, այնա դու մի ասա, որ ոչ։ Իսկ թե ինչ տեսք ունի, ես ցույց կտամ հենց այստեղ։ Սեստին։